ես ասեցի, այս յուղը անշնորհ յուղ է։ Ունեն նկարը տեսան, ինձ վրա ոնց հարձակում գործեցին։ Ժողովուրդը որ լրացնեն, ես չխոսեմ։ Ում հետ էիք հանդիպել, որ ձեզ լրացնեն։ Մեխակյանի հետ։ Իսկ ովքեր էին ձեզ լրացնողները։ Լրացնողները խնդիր ունեմ մի ազնվորության հետ, որ ամեն անգամ խոչընդոտում է։ Ես գամ գյուղապետարան, պոստա գումար ստանալուց ինձ նկարում է։ Ես դիմել եմ ոստիկանություն, որ ինձ նկարում է, իրեն ասել են, որ այլևս այդպես բան չի լինի, բայց նույն բանը կրկվում է։ Այսօր էլ այս նույն պատկերը ձեր լրագրողները տեսան, որ ինչա կատարվում։ Այսինքն հիմա որ դուք ինձ հետ զրուցում եք, հա։ Հիմա որ ես ձեր հետ որ ձեր բռնություն են գործադրելու կամ ձեր հետ։ Չէ, տեսավ ձեր լրագրողը, որ ինչա կատարվելուց հետ։ Ձեր լրագրողը տեսավ։ Ես դիմում եմ Վաղաշապատ ոստիկանության բաժնի պետին, ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության դատախազին, որպեսզի տիկին ձերանով, հա։ Ես խնդրում եմ այդքան մի մանրամասնիկ, հետո իմ վրա վատ անդրադառնալ։ Տիկնոջ գլխից մեկ մաս պակասեց, անմիջական պատասխանատվություն կրում է ներքին գործերի նախարարը, Հայաստանի Հանրապետության դատախազը եւ Վաղաշապատ ոստիկանության բաժնի պետը։ Խնդրում եմ հարգելի իրապահ մարմնի ներկայացուցիչներ, ուսա ձեր ուշադրությունը սևեռել Ծաղկալան համայնքին, որպեսզի այստեղ լինի կարգուկան։ Շնորհակալություն։ Տիկին ջան, ասացիք խոչընդոտում են, ինչպես են խոչընդոտում եւ այսօրվա դրվագից կպատմեք ինչ ա եղել։ Այսօր ինձ թույլ չտվեցին Մեխակյանի ելույթից հետո ես որևիցե իմ կարծիքը արտահայտելու։ Տիկին ջան, նայեք ոնց է։ Թույլ չեն տալու, որովհետեւ դուք պետք է հակա ԿՊԱ-ական իշխանության հարց բարձրաձայնեիք, դա համար ձեզ թույլ չեն տվել, որպեսզի իրենց քարոզը հարթ ընթանա եւ հանրությանը ինչպես մի ստում են, որ մեր հետ լավ է, մենք կրել ենք, մենք հաղթել ենք, մենք հաղթանակ ենք տոնում, մենք հաղթանակ ենք նշում, նախպետների մակարդակով է դա ասում, նախարարների մակարդակով, որ մենք Վաղաշապատ համայնքում արդեն հաղթել ենք։ Դա երազներում են տեսնելու։ Դուք ներեցեք, ինչպես եք վերաբերվում գյուղական բնակավայրերում, ասենք գյուղացին ուզում է մի հատ շինարարություն կատարի, գյուղացին ուզում է մի տանկատուրը փոխի։ Ես այդ հարցը ուղղել եմ հանրային հեռուստաընկերության եթերում, պարոն Մեխակյանին, որ դուք շատ հարկեր եք նախադրել ժողովրդի, վեր եք դրել ժողովրդի վրա, պետք է լինի ավելի մատչելի, պետք է անենք մենք իմ ծրագիրը տեսնում է, որ թեթևացնել գյուղացու հոգսը, թեթևացնել տեղական պետական հարկը եւ դուրսը, թեթևացնել վերանայել գյուղ հարկերը, մեր գյուղատնտեսական հարկերը, բեռերը թեթևացնել, որպեսզի մեր բնակչությունը կարողանա օրվա հացը վաստակել։ Ես ինքս հաշվանդամն եմ երկրորդ խմբի, ունեմ առաջի խմբի հոգեկան քույր, որի խնամակալը հանդիսանում եմ ես։ Դա ինչ է նշանակում, մենակ կնիքը խփեն, ուղարկեն, ոչ մի հետևողականություն, որ տեսնեն, ես այդ տվյալ անձին ոնց եմ պահում, կարող է բռնությամբ եմ պահում, կարող է չգիտեմ ինչ, դա հարց է, ինչպես կարելի է, ոնց եմ, մենակ պեչատը կնիքը խփեն, ուղարկեն ու մեջը գրած է, որ տարին երկու անգամ պետք է հետևողական ստուգեն, տեսնեն ինչպես է կատարվում։ Մեր ընտրվելու դեպքում մեր բոլոր մասնագետները աշխատելու են, մենք գտնել ենք լավագույն մասնագետներին, որպեսզի այդ հետևի հարցը լինի վերահսկելի, քանի որ նրանք զբաղված են միայն սուտ խոստումներ տալով, զբաղված են իրենց ծանոթ մոտիկ բարեկամներին աշխատանքի տեղավորելով, ոչ մի հարցի պատասխան նրանք չեն ստանում։ Իսկ մեր ընտրվելու դեպքում առաջինը սկսել ենք մեզանից, ծանոթ խնամի մոտիկ բարեկամ չի լինել։ Լինել են լավագույն մասնագետները, որպեսզի մեր քաղաքացիների բոլոր հարցերի պատասխանները համակողմանի ուսումնասիրեն եւ տան դրական լուծումներ։ Բնութագիրապետ ուզում ենք, ասում է 5000 դրամ։ Հիմա ես եմ, չունեմ, ի վիճակի չեմ։ Ասենք այդ բնութագիրը ինձ պետք է, ինչ պիտի անեմ։ Դուք եք այդ նույն տրամաբանությամբ առաջնորդվելու։ Ոչ, ես փոխելու եմ, անելու ենք նորից եմ ասում, խնամի ծանոթ բարեկամներ չեն լինելու են պարտաճանաչ, գիտակ, փորձառու աշխատողներ չի լինելու իմ բարեկամը որևէ համայնքում աշխատող, չի լինելու իմ ծանոթը քաղաքապետարանում աշխատող, լինելու են աշխատանքն իրականացնելու բացառապես օրենքի սահմաններով։
Ես իմ ծառայության ընթացքում չեմ ունեցել ծանոթ մոտիկ բարեկամ, որ բարձր պաշտոնի տանեմ, կամ միջնորդեմ, կամ առաջարկեմ, կամ բերեմ տեղավորեմ փափուկները։ Ինչ ասեմ, տեսնում եք, Նաև խոշորացումից էիք խոսում քիչ Հա, ես ասել եմ, ասենք ես գյուղի մարդ եմ, ինչ գործ ունեմ քաղաքապետ ընտրեմ, հիմա դառնում է համայնքի պետ, ամբողջ համայնքի։ Դա բոլորն էլ գիտեն, դա արվել է որպեսզի Արգիշտի Մեղրակյանը լինելով Խոյ համայնքի բնակիչ, քանի որ առաջին ընտրություններում, երկրորդ ընտրություններում ունեցել է հաղթանակ, բայց տեսնելով դրանց խաղավարած քաղաքականությունը, էլ այդ ձայնը չեն տալու, բայց պետությունը եւ իշխանությունները մտածում են, որ Խոյ համայնքը հեսա 100% ընտրելու է Արգիշտի Մեղրակյանին եւ դա դառնալը Վահաշապատ Խոշորացած համայնքի ղեկավար։ Դե ես էլ եմ տես, բոլորն էլ ասում են, որ Դա ասում են, դա իրենց պաստառներն են ասում, դա իրանք են ասում, քաղաքացիական պայմանագիրը նոյեմբերի 17-ից իշխանություն չունի, Վահաշապատ Խոշորացած։ Շատ բարի, շնորհակալ եմ։ Էլի հարցերի կունեմ, ուղղակի ես հիմա ես ամանչում եմ, այս գյուղի Ես փոխարեն։ խնդրում եմ հնարավորության դեպքում հարցերը գրասենյակ ու բոլոր հարցերը։ Աստված թող առաջ տեսնենք ինչպես է լինելու, ոնց է լինելու։ Գուցե կարողանամ մեկ անգամ գալ, քանի որ ասեմ, ես շատ զբաղված մարդ եմ, թե խնամակալ մարդ եմ, չեմ կարողանում։ Թե չէ, մեծ սիրով քարոզարշավներն էլ կմասնակցեի ամեն ինչ։ Ձեր հիվանդին առողջություն, ձեր Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։